Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, ես հիմա զրուցելու եմ Հասմիկ Վիրաբյանի հետ, լրագրող, այսօր առավոտյան ձեր աշխատակցին Արամ Դավթյանին ԱԱԾ-ն ձերբակալել եք, խնդրեմ ներկայացնեք ինչ է ձեզ հայտնի, ինչու են տարել եւ ինչպես եք մեկնաբանում, հա, այս տեղի ունեցածը։ Քույրուն ջան, անկեղծ ասած առավոտյան ժամուտներ զանգահարեցի Արամին, Ամբիոնյուս լրատվական կայքի հիմնադիր տնօրենն եմ, գալու էր Երևան, որպեսզի լուսաբաներ հանրահավաքը, անհասանելի էր, մի քանի անգամ փորձեցինք անհասանելի էր, հետո դրանից հետո մի ժամվա ընթացքում մի ժամ անցավ, այդ մի ժամ էր ընթացքը, զանգահարեց իրեն հայրը, ասեց Արամին ձերբակալել են, ասեցի ոնց ձերբակալել են, այդ երեխան ընդամենը 18 տարեկան, ինձ մոտ ընդամենը 10 օր էր, շատ գրագետ, կիշտ, հավասարակշիռ երեխա էր, լավ լրագրող, ասեմ, նոր սկսնակ, բայց շատ լավ լրագրող, ասեց չգիտեմ ինչ որ ընդրությունների հետ կապված եւ այլն ձերբակալություն է տեղի ունեցել, երեխային տարել են, ասեցի ուր են տարել, բա ինքը ես տեղյակ չեմ ուր են տարել, հետո ընթացքում պարզվեց, որ երեխան գտնվում է հակակոռուպցիոնում։ Այլ տեղեկություններ դեռ չունենք։ Մեղադրանքի մասին ինչ կարող եք ասել, ընտրակաշառքի մեջ կարող էր ներգրաված լինել ինքը։ Ես բացառում եմ։ Ես ինքս բացառում եմ, այդ երեխան անհնարին է։ Ընդամենը 18 տարեկան, ոնց կարող է։ Ինքը պարբերաբար ՔՊԱ-ականներին սուր հարցադրումներ էր անում, ես օրինակ հիշում եմ, որ Սարիկ Մինասյանին էր մի քանի սուր հարց տվել, ինչ է կարծում, կարող է օրինակ այն սցենարը, որ իրեն թիրախավորել են։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ինքը բոլորին սուր հարցեր էր տալիս, ինքը ընդրանց չէր տալիս այդ հարցը բոլորին։ Ինքը շատ անկողմնակալ, անաչառ լրագրող էր։ Չեմ կարող ասել։ Իսկ ինչ է կարծում, սա ընդհանուր ԶԼՄ-ների նկատմամբ եւ ընդդիմության նկատմամբ վերջին մի քանի օրերին սանձազերծված ճնշումների տրամաբանության մեջ է, հա, մենք տեսնում ենք, որ մարդկանց են փողոցներում ծեծում։ Իհարկե։ Հասկանալի է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Սիրով, ստեցում։